Քան էլ իշխանությունը փորձում է եկեղեցու դեմ արշավը կապել անհատների հետ, բայց երեք դուք 24-ի հետ հարցազրույցում հետաքրքիր դիտարկումներ եք արել, դա համեմատելով նաև Դաշնակցության դեմ այսպես քպականների ելույթներին, որ իշխանությունը փորձում է որպես համահայկական կառույցներ եւ եկեղեցին եւ Դաշնակցությունը այսպես չեզոքացնել, թիրախավորել եւ այսպես տանել 4-րդ հանրապետության այս թեզը այսպես առաջ տանել եւ դարձնել Հայաստանը այսպես թուրք-ադրբեջանական տանդեմի մի այսպես արանքներում ընկած կտոր։ Նախ ես այս բանը երուստ կունենամ խորհրդարանում, մասնավորապես կանադարում նաև դեր ասած հարցի մի քիչ ավելի ուրիշ կոնտեքստում, ինչ վերաբերում է Դաշնակցությանը կուսակցությունը չի, որ խորհրդարանում լինի, չլինի, իր գործունեությունը պայմանավորված է դրանով, նրանք ցույց են տվել տասնամյակներ եւ իրանց օգտակարությունը հայապահպանության իմաստով, հայոց պետականության կայացման իմաստով, ամեն ինչ իմաստով դա անգնահատելի է։ Եվ այո, այստեղ հենց այդ բանը պայքարի իմաստը, հակադաշնակցական այս մարտնչող կեսվածքի իմաստը կայանում է նրանում, որ այդ 4-րդ հանրապետություն ստեղծելու կոնտեքստում փոկել Սփյուռքը որպես նորից հայ ոչ թե ինքնության, այլ իրականության, հայոց իրականության մի մաս եւ կարևոր մաս եւ հզոր ուժ օգտագործելու փոկել, ասենք նաեւ նույն կոնտեքստում նաեւ հենց եկեղեցու հետ կապված, էլի փոկել, ասենք որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչ էլ անի, չի կարող եկեղեցու մեջ այն իրավիճակը ստեղծի, որ ինքը ուզում է։ Բանն այն է, որ այն թերությունները, որոնք այսօր երբեմն մատնանշում է վարչապետը, մենք էլ գիտենք, մենք գիտենք, որ թերությունները կան, եկեղեցականներն էլ գիտեն, որ թերությունները կան, եւ վարչապետը այդ մասին գիտեր նաեւ 5 տարի առաջ, 6 տարի առաջ, ինչու այդ ժամանակ չէր արվում։ Այդ ժամանակ չէր արվում, որովհետեւ դրա նպատակարարությունը չկար։ Այսօր այդ անհրաժեշտությունը կա, այդ խնդիրը լուծել եւ լավագույն դեպքում վարչապետը իր համար կհասնի եկեղեցու պարակմանը, այսինքն նորից կտարանջատի Սփյուռքը եւ կամփոփվի մեր իրական Հայաստանի մեջ, որտեղ ինքը ուզում է իրականացնել այս սևեռուն գաղափարը, որը կոչվում է 4-րդ իշխանություն։ Այս կոնտեքստում է այդ։ Ձեր կարծիքով իշխանությունը իրականում ինչի է ընկել այսպես ամենայն հայոց կաթողիկոսի հետևից եւ արդյոք Գարեգին երկրորդը պետք է հեռանա դրա անհրաժեշտությունը։ Ես շատ լավ ծանոթ չեմ եկեղեցական կանոններին, բայց գտնում եմ, որ վարչապետի իրավունք չունի այդպեսի բանով հանդես գա, որովհետեւ կարծում ենք սահմանադրությունը, գիտենք սահմանադրությունը եւ այդտեղ հստակ նշված է ամեն ինչը։ Թերությունը նորից եմ ասում, եթե հասարակությունը ընդհանուր առմամբ հիվանդ է եւ մենք ունենք որոշակի այդպեսի դրսևորումներ, չի կարա հասարակության մի հատված այդ հիվանդության ախտանիշները չունենա։ Եթե ինքը առողջ մասսայցակախված, այդ հիվանդության ախտանիշները չեն կարող անմատել կամ թույլ են գործում։ Եթե թույլ է մի քիչ, ապա շատ են ազդում։ Հիմա եկեղեցում էլ կա այդ անառողջ հարաբերությունները։ Այն անառողջ հարաբերությունները, որ վարչապետը նշում է այդ, չգիտեմ, այդ սեռական պահերով եւ այլ, բոլոր տեղերում էլ կա։ Եվ նաեւ աշխարհի բոլոր եկեղեցիներում կա։ Ինչի է այսօր այդ հարցը բարձրացվում։ Այդ հարցը բարձրացվում է 4-րդ հանրապետություն սևեռուն գաղափարը ստեղծելու համար։ Ասենք գիտեք ինչ կա, եթե 26 թվականի ընտրություններում քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը սահմանադրությունը կարա փոխի։ Այսինքն 4-րդ հանրապետությունում եկեղեցին տեղ չպիտի ունենա։ Պիտի ունենա Հայաստանի եկեղեցին։ Հայաստանի եկեղեցին, որը պիտի ենթարկվի այսպես կոչված իշխանություններին, այդ իմաստով։ Սփյուռքը գործ չունի։ Թող այդ իր համար դե սփյուռքություն անի։ Այսինքն եթե 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը հաջողություն արձանագրի, ապա ինքը կարա սահմանադրությունը փոխի։ Նույնիսկ այն պահանջները, որ այսօր մեզ ներկայացված են մեր հարևան ճշնամական պետությունների կողմից։ Ինքը կարող օրհներքը փոխի, ինքը կարող զինանշանը փոխի եւ 3-4 տարի հետո անմիջապես պատմաբանները կասեն, որ սա 4-րդ հանրապետության սկիզբն էր։ Բայց այդ թեման խոսքը սավարտը դարի ջան, կարող բանը կասեմ։ Ներողություն, հազար ներողություն։ Ինքը այդպես չի անում։ Ինքը ուզում է վերացնի 3-րդ հանրապետությունը եւ ստեղծի 4-րդ հանրապետություն։ Այստեղ արդեն խնդիրները ստեղ է, որովհետեւ այդ ճանապարհին արդեն թե մենք ինչ մարտահրավերների առաջ կկանգնենք, Նա հեշտ հարց ունեմ, պարոն Աղազարյան, երբ որ օրհներքի թեման կար եւ դուք քպական падգամավոր եք, դուք այդ ժամանակ չէիք առարկում, ինչու այդ ժամանակ չէիք խոսում։ Ես հիմա չեմ առարկում։
Եթե օրինակը խանգարում է մեր պետականության կայացման զարգացմանը, թող փոխվի։ Եթե զինանշանը գրողը տալի խանգարում է մեր պետականության կայացման եւ զարգացմանը, թող փոխվի, բայց դա լինի երրորդ հանրապետության, այսպես կոչված, ժառանգորդը մենք լինենք, ոչ թե կտրենք։ Ասում է դա իրավական էլ չի լինելու, ասում է մենք ոնց ասում նոր կյանք, ստում է, ինքը իրավական է։ Դուք Նիկոլ Փաշինյանին ստախոս համարեցիք։ Ոչ, ստում է։ այդ հարցով է ստում։ Լավ, պարոն Աղազարյան, դուք որպես Քրիստոսին Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ճանաչած մարդ, մոտավոր ճիշտ եմ, չէ՞ ձեր խոսքը։ Ես ասել եմ, ես հայտարարել եմ, որ երբ որ ես ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ես անհավատացյալս մտածեցի, որ հնարավոր է, որ Քրիստոսը գոյություն ունեցել։ Հիմա ներողություն, հիմա էլ մտածում եմ, որ Քրիստոսը կարող է գոյություն ունեցել, բայց ես չեմ հավատում հարությանը Քրիստոսի, ես ինձ համարում եմ քրիստոնյա եւ համարում եմ, որ ես ցանկացած 100 քրիստոնյա եթե բերեք շարեք իրար կողքի, ես դրանց մեջ կլինեմ այն 5-ի մեջ, որ ավելի լավ պահպանում այդ պոստուլատները, հավատարիմ այդ սկզբունքներին եւ այլ։ Հետո հիմա բանը եւ ես աստու գոյությունը չեմ հավատում։ Բայց հիմա գնալու եք պատարագի։ Փաշինյանի հավատում եք, ինքը մի քանի անգամ ասել ես։ Այո։ Փաշինյանի հարությանը։ Այո։ Դուք տեսեք։ Այդ իմաստով այդ եթե դուք ասեք իհարկե շատ գեղեցիկ ձևով հեգնում եք, հա, բայց սպանվելը տարբեր ձևով է լինում եւ մահները տարբեր ձևով է լինում։ Հիմա դուք պատարագին գնալու եք իրակ։ Ես պատարագի երբեք չեմ գնացել, երբեք չեմ գնալու։ Լավ, հիմա այս կռվի մեջ դուք ում կողմից եք։ Սահմանադրությամբ։ Պարոն Աղազարյան, դուք նոր ասացիք, որ հասարակության մի հատվածը հիվանդ է եւ ընկել է։ Մի ամբողջ հասարակությունն է հիվանդ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն էլ է հիվանդ։ Բա իհարկե։ Բա ո՞նց ասեք, կրոպատը իր վրա քիչ ազդում է սինդրոմներ, որտեղ ինքը ուժեղ անձնավորություն է, բայց չի կարա մաս չկազմի այդ ամբողջ։ Պարոն Աղազարյան, նաև Դավիթ Համբարձումյանի կալանավորման հետ որոշման հետ դատական չկասեք, Ոչ չեմ կարող, օրինական ուժի մեջ մտած բան չի, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի, որովհետև դեկան փուլ է, չէ՞, բողոքարկման։ Պետերին հեռացնելու, այսպես գործընթացի լիկվիդացնելու գործընթացի Ուրեմն տեսեք, Հայաստանի Հանրապետությունում կարող է լինել արդյոք քաղաքականության հետ քիչ թե շատ կապ ունեցող մարդիկ, որոնք թույլ կտան իրավախախտում եւ հետո այդ իրավախախտումը կոստելու համար ասեն որ քաղաքական հետապնդում է կարող են անկասկած կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում կարող են լինել մարդիկ որոնց վրա կարող են գործ սարքվել որպեսզի իրենց դուրս մղեն քաղաքականությունից ժամանակավորապես կամ ընդհանրապես ճնշել կարող է իհարկե կարող է իսկ արվում է եւ հետեւաբար ստեղ իրավապահ մարմինների ոլորտն է ես իրավապահ իմ վստահության գործակիցը իրավապահ մարմինների գործունեության կապված շատ ցածր է որովհետև եթե վարչապետը հայտարարում է որ բանին անունիչա վարչապետի դատական խորհրդի նախագահին ինքն է հանել աշխատանքից ապա ինչի մասն է խոսքը Ինչու հիմա հիշեցին, հա, ինչու հիմա որոշումը կայացվեց, այս ամենը Եթե ես չեմ սխալվում, Դավիթ Համբարձումյանի հետ կապված գործընթացը շուտվանից է գնում։ Թվականին է այս Հա, բայց դատական գործընթացն է շուտվացի, դե ինչ-որ բան ինչ-որ ժամանակ ավարտվում է։ Չեմ կարող ես գնահատական տալ։ Բայց դուք այդ իրադարձություններին, որ մասնակցում եք, տեսել եք Դավիթ Համբարձումյանի կողմից մարդկանց բռնության ենթարկելու դեպքեր, թե ոչ, պարոն Աղազարյան։ Ես իրադարձություններին մասնակցել եմ, հնարավորություն չեմ ունեցել ֆիզիկապես եւ որևէ կերպ միաժամանակ գտնվելու Հայաստանի Հանրապետության հարյուրավոր եւ հազարավոր հատվածներում, Նարեկ ջան։ Շնորհակալ։